ունիվերսալ լեզուն երկրագնդի վրա իմ կարծիքով այդ ոչ թե անգլերենն է, այլ երաժշտություն։ Ընթացքում կարանք չէ, կանգնենք, հա, միայի խաղալու ժամն է։ Այս պահին աշխատում եմ Instigate ընկերությունում, սկսած հավելվածների ծրագրավորումից, սարքաշինական աշխատանքներից, ռադիոյի հետ աշխատանքից, անում ենք ամենատարբեր գործերը։ Ցերեկները ծրագրավորող եմ, գիշերները DJ։ Ես մեծացել եմ նենց ընտանիքում, որտեղ համարյա բոլորը երաժշտության հետ կապ ունեն։ Ու ժողովրդական երաժշտությունը միշտ լսվել է մեր տանը։ Դպրոցում սովորելու տարիներին սկսեցի հետաքրքրվել ազգային մշակույթով, ազգային երգերով, պարերով ու սկսեցի հաճախել մենք ազգագրական պարի խումբ։ Փոքր վաղտվանից տարել են քամանչայի, տենց նվագում էի, նվագում երգում էի, ամեն սազի մեջ ընկոված մատենց։ Մի փուլ եկավ, երբ որ համերգ էինք պատրաստվում ու պետքա ասեղնագործեինք մեր տարազները, սովորեցի խաչկար ասեղնագործությունը, գաղափար առաջացավ, սկսեցի դպրոցում ասեղնագործություն անել աղջիկների հետ, այնց աղջիկներից մի քանիսը սովորեցին ու ընկերուհուս հետ այդպես որոշեցինք այնց փոքր ստարտափ ստեղծել, անվանեցինք Խորոտ։ Ինչ, սկսելի է բաներ անել, խայտռեք։ Բոլորը այն ժամանակ լսում են, երբ որ ես փոքր էի, լսում են 50 cent բան, տենց she birthday բան։ Իսկ ես քամանչա էի նվագում դպրոցում, այն էլ որ դպրոցում էլի։ Ինձ բոլորը, այդ ինչ ես անում, ապեր, բան, ինչ գործ ունես, ինչ ես անում, բան, ոչի։ Սենց բան անել էլի։ Երևի էդ է ազդել վրաս, որ տենց կոմպլեքսներ է ստեղծվել ժողովրդական երաժշտության հանդեպ։ Երաժշտական դպրոցում սովորելու ընթացքում բացի դաշնամուրից նաև հաճախել եմ երգչախմբի, ելույթ եմ ունեցել տարբեր համերգների ժամանակ, թե երգչախմբի կազմում, թե դաշնամուրով համ համերգների, համ տարբեր մրցույթների։ Հետո սիրողական մակարդակում փորձել եմ որոշ չափով գիտար նվագել, սովորել։ Ցանկացած մարդ ունի մի հատ տենց փուճուրիկ սենյակ, հա, որտեղ գնում է մենակ իր համար հանգիստ իր մտքերի հետ, իր տենց ինքը այդտեղ իրան հանգիստ է զգում։ Իմ մոտ այդ երաժշտությունն է։ Երբ որ ես երաժշտություն եմ փորձում գտնեմ կամ գրեմ կամ դա իմ այդ արկղիկն է, որտեղ ես մտնում եմ ու լրիվ մենակ եմ ու ինքս իմ մտքերի հետ փորձում ես ինքդ քո հետ խոսաս երաժշտությամբ, էլի։ Ոնց որ փրկություն լինի։ Վերջին շրջանում հետաքրքրություններից մեջ նաև շրթհարմոնն է, սկսել եմ սովորել շրթհարմոն նվագել, տենց մանկության բաներից, սիրելի երաժիշտներից Stevie Wonder-ից ոգեշնչված։ Այդպես երաժշտական իմ ոնց որ կյանքը այդքանով սահմանափակվում է։ DJ-ն է, որ ինձ պահում է երաժշտության մեջ ու տարբեր մյուզիկներ գտնել էլի, այս բային։ Կարա լինի ռեգին շատ դուր գա, կարա լինի ռոքին շատ դուր գա, բայց մեծամասամբ լսում եմ ջազ, ֆանք, ֆոլքեր, տարբեր տենց հետաքրքիր է շատ էլի։ Հայաստանը այն տարածաշրջանում է գտնվում, որտեղ ամեն սերունդ ամենակիչը մի կամ երկու պատերազմ է տեսնում, այսինքն այդ խոսում է նրա մասին, որ այս պահին մենք հնարավորություն նույնիսկ չունենք մտածելու, որ կարող է պատերազմ չլինի։ Աղավություն, թե կռիվ, անկեղծ չգիտեմ, բայց մի բան գիտեմ, եթե հարձակվում է մեկը տանդ վրա, որտեղ դու ծնվել ես, մեծացել ես, լիքը հիշողություններ ունես, կապված ես, քո տունն է, բացը կգնաս կկռվես։ Հույս ունենալ, որ դա էլ չի լինի, կարանք հույս ունենանք, բայց ինչքանով օգուտ դա կտա,
չի տալու, էլի հաստատ ոչ մի օգուտ չկա դրա մեջ ու տենց խոսք կա, չէ, որ ասում են, եթե ուզում ես խաղաղություն, պետքա պատրաստ լինես պատերազմի։ Ոչ մեկ չի ուզում կռիվանի։ Ну, անձամբ ես չեմ ուզում գնամ մարզպանը։ Բայց եթե մարդիկ եկել են, փորձում են քո տունը քո ձեռից խլեն, էլի, դա ինչ անենք, ելնենք կռվենք դե հիմա։ Այ քեզ բան։ Ինչ արած։ Եկել է, օքեյ, ու մյուս թուշը դեմ չես տալու։ Ամենակիչը, ամեն մեկս մեր մակարդակում պետքա մտածենք, թե ինչ օգուտ կարանք տանք, ոնց կարանք նպաստենք նրան, որ ունենանք ուժեղ, մարտունակ երկիր, պետություն, ու ոնց կարանք նպաստենք նրան, որ այն ինչ եղել է, չկրկնվի նույնությամբ։ Այս աշխարհում միակ բանը, որից զզվում եմ, այդ քաղաքականությունն է։ Բայց մի հատ բան կա, եթե քաղաքականությամբ ուզես չուզես, արդեն հետաքրքրվում ես, էլի, որտեվ եթե չիմանաս, քո գլխի գալիքն չես իմանա։ Ոչ մի բան, ոչ մեկին չի խանգարում, որ ինքը գնա, ասենք, առաջին բուժօգնության մի հատ կուրս անցնի, իմանա թե ոնց են, օրինակ, չգիտեմ, ժգուտ դնում, ոնց են կոտրվածքների դեպքում անշարժացնում, հա, վերջույթները։ Ոչ մի բանը չի խանգարում, որ դու դա գնաս սովորես ու դա քեզ չի դարձնում ագրեսիվ մարդ, չի դարձնում ինչ-որ ռազմականացված մարդ։ Դա ուղղակի գիտելիքներ են, որոնք ոնց որ կուտակվում են ժամանակի ընթացքում ու իրանք կարևոր են, էլի։ Լինելով օպտիմիստ, կասեմ, որ երևի պատերազմ չի լինի։ Բայց դա ինտուիտիվ, չգիտեմ, դա մոտ է, տենց ինտուիտիվ զգում եմ, որ պետքա պատրաստվել ամենավատին։ Չնայած որ մենք պատերազմի մեջ ենք գտնվում, բոլորս չպետք է կորցնենք այն զգացողությունը, որ մենք ապրում ենք, կյանքը շարունակվում է, մենք պետքա կարողանանք մեր առօրյայում տեղ գտնել մեր հետաքրքրությունների համար, մեր զբաղմունքների համար, սպորտի համար, երաժշտության համար, այն ամեն ինչի համար, ինչը մեզ հաճույք է պատճառում, երջանկացնում է, չպետք է այդ ամեն ինչի մեջ ամեն մեկս կորցնենք այդ զգացողությունը, դրա համար էլ խոսքս, երբ որ ասում էի, նրա մասին էր, որ ոչ թե ամբողջ մեր ժամանակը եւ ամբողջ մեր միտքը գնա դեպի պատերազմը ու զբաղված լինի պատերազմի մասին մտքերով, այլ ինչ որ հստակ ժամականակ, նույնիսկ պատերազմի մասին չէ, պաշտպանության մասին, հա, համապարփակ պաշտպանության մասին, թե ոնց կարող ենք մենք անել այնպես, որպեսզի մեր երկիրը դառնա ավելի ուժեղ եւ պաշտպանված։ Այդքանը։ Գրակել սկսել եմ երևի 14 տարեկանից, երբ որ դպրոցիս հետ միասին գնում էի արշավներ։ Վերջին անգամ ազատազենում ապրիլին եմ եղել, մոտ 6 ամիս առաջ։ Գրակել եմ մի քիչ ավելի քիչ ժամանակ առաջ, գրակել էի վերջին անգամ արշավի էի, այդ ժամանակ եմ գրակել։ Ոնց գցում բռնում եմ, պետքա սիրես, մարդկանց սիրես։ Եթե մարդկանց չես սիրում, կտաս աշկի թայնը կհանես, կհարցակվես մարդկանց վրա, ժողովրդի վրա տարածքներ կուզես, չէ, ենթադրենք։ Ընդհանրապես, եթե չես սիրում, միշտ կարաս կռիվ անես։ Հավես էր, կարոտել էի գրակելը։
Սա իմ եղբայրն է, ով հիմա ծառայում է բանակում։ Սա ես եմ և իմ փոքր եղբայրը Վաղարշակը։ Սա իմ մայրիկ է պատերազմից հետո։ Սա կրկին իմ եղբայրն է, մայրիկիս ընկերուհու հետ։ Իմ ծննդավայր Ստեփանակերտում։ 3 փոքր երեխաներով ենք, որ պատրաստում ենք գնալ սեպտեմբերի 1։ Այնտեղից ես հիմա կուզեի իմ մոտելներ իմ տունը, բնությունը, ընդեղի սար ջուրը կարողանայի խմել, ընդեղի պտուղներից օգտվել։ Սեպտեմբերի 27-ի գիշերն է, առավոտն է, ներողություն։ Զարթնել էինք, պատրաստում էինք, որ գնայինք դասի։ Այդ ժամանակ սկսեցին կրակոցներ կարել, մենք էլ վախեցանք։ Մեծ աղբերը զանգահարեց մայրիկիս, ասեց, որտեղ եք, այդ ինչ կրակոցներ է։ Մաման սկզբում մեզ խաբեց, որ չվախենայինք, էլի, ասեց ամպերի ձայնը, ասեցինք, որ ամպ չկա, ոնց է ամպերի ձայնը։ Ասեց թուրքերն են հարձակվել, հիմա էլ մենք լցված ենք անտառում, պահկված ենք։ Մամաս մեզ մտցրեց մոստի տակը, որ ապահով լինի, ինքն էլ կանգնեց ճանապարհին, որպեսզի մեքենա կանգնացնի, մեզ կարողանա դուրս հանել ճանապարհից։ Ժամանակ կրակոցներ էլի գալիս էին ու որտեղ որ կրակում էին ուժեղ ծուխ էր բարձրանում։ Սաղս վախեցել էինք, նույնիսկ լացում էինք ավտոյի մեջ ու այդտեղ ես էի մամաս էր, 2 աղբերներս, մեկ էլ փոքր քուրիկս, մեծ աղբերս ու հայրիկս մնացին այնտեղ։ Փոքր քուրիկիս ասում էի մի վախեցի, ու մյուսներին էլ փոքր աղբորս էլ ասում էի մի վախեցի, ամեն ինչ լավ կլինի, բայց թե դրա հետ մեկտեղ ես էլ էի լացում։ Ընդհանրապես ես լսել էի, որ պատերազմներ ա լինում տարբեր տարածքներում, կրակոցներ ու նմանատիպ բաներ, բայց ես չէի պատկերացրել, որ պատերազմը կարա այտենց լինի։ Ինձ թվում էր այտենց թեթևի մեջ էլի, մի 2 հատ կկրակենք, ասեն սյո, էսի մերն ա, դուս եկեք ու վերջ։ Այդ պատերազմից հետո, որ մենք տեղահանվեցինք, այդ պահից, այդ վայրկյանից սկսած ես իմ մեջ այդ վախը կա, ես ամեն վայրկյան մտածում եմ, որ էլի պատերազմ կլինի, էլի կտեղահանվենք, իմ մեջ այդ վախը ամեն պահին կա։ Այդտեղ խլնում ա դեպքեր, որ ես նկատում եմ, որ իմ մաման հիշում ա էլի Արցախը, բացում ա այնտեղի նկարված նկարները, սկսում ա լացելը։ Ու լինում ա վաղ, որ ես էլ եմ սկսում իր հետ լացել։ Ես այնտեղի տան ամեն ինչն էլ կարոտել եմ, չկա այնց մի բան, որ ես հիմա կարոտած չլինեմ, բայց ամենից շատը կարոտել եմ իմ սենյակը, որը իմ մեծ քույրիկներ տենց սիրուն թղթից թիթեռնիկներ էր սարքել, ծաղիկներ, սիրուն նկարներ էր արել կպցրել։ Մենակ դու դետալով էդի խաղաղություն չի, եթե գիտես, որ սահմանում կռիվ ա, քո զինվորը սահմանին կանգնած ա ու իր կյանքը վտանգված ա, էդի չի կարա լինի քեզ համար խաղաղություն։ Դա ես էլի սահմանի մոտ չեմ ապրում, էլի են գյուղում չեն ճիշտ այնտեղ այլի վտանգավոր էլ, բայց ես այնտեղ խաղաղ էի, իսկ որ եկել եմ այստեղ, իմ տեղը չեմ գտնում, այդ պատերազմից հետո ես հանգստություն չեմ, իմ համար խաղաղություն կլներ այն, որ
ամեն ինչ խաղաղներ, մենք վերադառնայինք էլի մեր տունը ու եթե հնարավորություն լիներ, ես ժամանակը հետ կտայի։ Երևանի Էրեբունի հիմնադրումներ չէ, ասենց որ կարդում ես ասենց այդ արխայիկ շունչը էլի այդ տեքստից որ գալիս է։ Ինչ սիրուն գեղեցիկ քաղաքակրթություն է եղել։ Խորքային եղել է, մարդու կյանքի գնահատել է, մարդու խաղաղությունը, ժողովրդի բարօրությունը։ Ես կյանքի բերումով 10 տարուց ավել Հայաստան չեմ ապրել, Մոսկվա եմ աշխատել, հետո Ֆինլանդիա, հետո Նորվեգիա, բայց միշտ էս տեղը, միշտ էս կետը ձգել է ու ոչ մի անգամ այդպես հոգեպես հանգիստ խաղաղ ես ոչ մի տեղ չեմ զգացել։ Ինձ համար գյուղը խաղաղության վայր է, հանգստության։ Ես չգիտեմ անկեղծ ասած ինչի է այդպես, որովհետև շատերի համար տեսեք մանկության հետ է չէ կապված, բայց սա նույնիսկ իմ մանկության հետ չկապված, որովհետև մանկությունս ավելի շատ դեպետ գյուղում անցել։ Ստե ինչ որ մի մոգական բան կա էլի, այդ խաղաղության վայր, որ ասում են։ Երևի ամեն մարդ ինչ որ մի կետ ունի իր կյանքում, որ դա իր համար հանգստության, խաղաղության է, որ ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Ինչու՞ ես ավելի շատ մոնտաժ գյուղում անում ու ավելի լավ է ստացվում, որովհետև գյուղը շատ խաղաղ տեղ է, շատ հանգիստ տեղ է։ Գիտակցությունս էլ է փոխվում դրանից, էլի։ Ցանկացած է սրացումներից հետո կամ պատերազմից հետո շատ է փոխվում, ընդհանրապես ոնց որ ուրիշ մարդ դառնամ։
Այս բանը վերնագիրը բաներ չէ, խաղաղության անատոմիա թեման էլի։ Գայլը պետքա որս անի, չէ, ինչ որ մի կենթանի սպանի, որ ինքը դրանից կերակրվի։ Գայլի մեջ եթե խիղճ առաջանա, այդ տեսակը վերանում, այս բնության առաջի սկզբունքներից մեկը տեսակի պահպանումն է, չէ։ Մարդը ի տարբերություն կենթանիների ընդհանրապես իր տեսակին սպանելու կարիք, այդ կարիքը բնականորեն չունի, որովհետև մարդը հենց առաջի այն էակին, որ մենք կարող ենք մարդ կոչենք, հենց դրանով է սկսել ապրել։ Այսինքն պայքար բնության դեմ։ Այսինքն մարդու բնական վիճակը դա խաղաղությունն է։ Կանտն է, չէ, ասում դեռ որ դա մետաֆիզիկա է, մաքուր, դրա պատասխանը չկա, բայց դա մարդու մեջ դրված է։ 21-րդ դարում օրինակ պատերազմը, մարդ սպանելը, մեկը մեկի դեմ պատերազմելը, դա դարձել է նոնսենս, դա չի տեղավորվում էլի այս պարադիգմայի մեջ 21-րդ դարում։ Միջնադարում ու նույնիսկ միջնադարից հետո էլ այն ավելի հին ժամանակաշրջանները չեմ ասում։ Պատերազմը ընդհանրապես բռնությունը օրգանական մի մասն էր մարդկային մշակույթի։ Ու դա մի քանի հիմնավորումներ ունի իմ կարծիքով, ինչի էր դա այդպես։ Կրոնական, գաղափարական կոնտեքստում արդարացվում էր։ Դա թույլատրելի էր համարվում, դա ինչ-որ մի գործիք էր համարվում, օրինակ կրոնական էքսպանսիան, այսինքն պատերազմի միջոցով լավ բան տարածելը, իրենց պատկերացմամբ կրոնը տարածելը։ Բայց 19-րդ դարում տեսեք ինչ տեղի ունեցավ, սեկուլարիզացիա, այսինքն կրոնազերծում տեղի ունեցավ։ Ընդհանրապես մարդու կյանքը, մարդու կյանքի արժեքը, մարդու իրավունքները լրիվ ազատվեց ամեն ինչից, թե կրոնական, թե ազգային, թե սոցիալական, ոչ թե ռեալ իրական կյանքում ազատվեց, այլ գաղափարապես ազատվեց։ Չգիտեմ ոնց, մարդիկ հասկացան, որ մի մարդու կյանքը դա բացարձակ արժեք է։ Թարապես կավագործությունը մի քիչ իր մեջ մի արարչագործական sense բան ունի իր մեջ։ Մենք այն ժամանակ մի քիչ ռոմանտիկ էինք։ Սկսեցինք այդ հոբիով զբաղվել, բայց իրականում շատ հետաքրքիր գործ է։ Մենք պետք է ամեն ինչից մեզ փորձենք մաքրել։ Օրինակ, եթե մենք գաղափարախոսություն ունենք, որը մեզ թելադրում է ուրիշի հանդեպ բռնություն, կամ մեկս մեկիս հանդեպ բռնություն, դա պետք է մենք իմանանք, որ մենք դրանից հեռու պետք է կանգնենք։ Ճիշտ է, երկկողմանի հետ, որ ժողովուրդներին սկսում են ատելություն սրսկել, հասարակություններին լարում են, անընդհատ ատելություն, թշնամանք են սրսկում։ Չի կարող լինի այնպես, որ մի կողմը սկսի այդ բարություն, խաղաղասիրություն, իսկ այն մի կողմը ավելի ու ավելի ագրեսիվ դառնա։ Ենթադրենք Հայաստանը սկսում է համատարած ժողովրդին քարոզել, կոպիտ ասած, դեպի խաղաղասիրություն, դեպի ավելի տոլերանտություն ադրբեջանցիների հանդեպ։ Իսկ Ադրբեջանում նույնն է շարունակում, ոնց որ մինչև հիմա եղել, չէ։ Դա չի նշանակում, որ մենք է պետք է ագրեսիվանանք ի պատասխան նրանց։ Պետք է մեխանիզմներ լինի, որ մեր անվտանգությունը ապահովեն, օրինակ, որովհետև խաղաղությունը միշտ խոցելի է։ Տեսեք, օրինակ, անգլիացիներն ու ֆրանսիացիները 100-ամյա պատերազմ, անընդհատ կոնֆլիկտ, անընդհատ ատելություն, բայց հիմա խաղաղության առումով դրախտավայր է դարձել։ Այդքան պատերազմներից, այդքան արյունահեղությունից հետո զուտ այն պատճառով, որ մարդիկ ասացին, որ ազգային շահեր, կրոնական շահեր, չգիտեմ, ցանկացած տիպի շահեր, դրանք երկրորդական են։ Մենք առաջի հերթին պետք է խաղաղություն կառուցենք, եղբայրություն, հավասարություն ու վերջ։ Այս 30 տարի Ղարաբաղի կոնֆլիկտը ուղղակի ներիշխանական, այդ քաղաքական շահարկումների նյութ է դարձել ու շատ-շատերը դրա վրա են քաղաքականություն, դրա վրա են իշխանություն կառուցել։ Երևի նույնն է Ադրբեջանը տեղի ունեցել։ Այսինքն նախապատճառները պետք է մաքրել, ընդհանրապես ամեն ինչից մաքրել։
Ես չգիտեմ ոնց դա պետք է անել, բայց պետք է արգելված լինի ընդհանրապես դա շահարկման առարկա դարձնել։ Նախ առաջի հերթին այդ քայլը պետք է անել։ Ամեն ինչ մաքրեն ամեն ինչից։ Խաղաղությունը ուղղակի մեր բնական վիճակն է։ Կարելի ասել մենք խաղաղությունն ենք։ Ես Անին եմ, համարում եմ, որ եկել է ինչ-որ X մոլորակից, ինչպես օրինակ փոքրիկ իշխան եմ, ու փոքր ժամանակ միշտ մտածում էի, որ ես ինչ-որ ինձ գտել են, ես չեմ ծնվել են իմ արդուց, ինչ-որ գտել են ու ինչ-որ մեկը բերեց զամբյուղով ինձ նվիրել է ծնողներիս։ Ես չեմ համապատասխանում մի տեսակ այդ մարդկային նորմերին շատ առումներով, ու միշտ մտածել եմ, որ ես ունեմ իմ մոլորակ ու հենց այդպես էլ իրականությունից կտրված, այդպես հորինել եմ իմ աշխարհը, այնտեղ էլ ապրում եմ։ Աստված Անին օժտել է նկարելու, հետո նաև գրելու շնորհներով։ Դասավանդում եմ երկու ինձ համար շատ հարազատ կենտրոններում, աշխատում եմ երեխաների հետ ու ստեղծագործում եմ։ Կարող նկարենք աչքեր, այն փայլուն մեծ աչուկները, այդ նկարել էլի, այս ծորին։ Փորձեցի հեքիաթներ գրել, հետո նաև նկարել հեքիաթի իլյուստրացիաներ, կերպարներ, ու այդ հեքիաթի զգացողությունը, որ իրականության մեջ ունենում ես, մի քիչ ապրելը հեշտացնում ես ինչ-որ կերպ։ Այդ հեքիաթով փորձում եմ սնել նաև իմ աշակերտներին, հաճախ եմ անդրադառնում այդ հեքիաթին, թե ժանր, թե որպես ապրելակերպ։ Հեքիաթում կան նաև չար հերոսներ, կան պատերազմներ, բայց հեքիաթի մեջ այդ պատերազմն ու չարությունը դու կարող ես ինչ-որ ձևով քո բարի հերոսների միջոցով շատ հեշտությամբ այդ խնդիրը լուծել։ Իրականության մեջ, որ եղավ պատերազմը, մենք անցանք այդ ամեն ինչի միջով, դրանից հետո շատ բան փոխվեց։ Պատերազմի ժամանակ չի ուզում ուղղակի աշխատանքի գնալ, ինձ հազիվ էին տանում աշխատանքի, բայց անցավ ժամանակ ու զգացի ու տեսա, թե ինչքան երեխաներ են գալիս Արցախից, ովքեր կորցրել են օրինակ իրենց հայրիկին, իրենց եղբորը, չգիտեմ։ Ու այդպես նկարելու միջոցով, ինչ-որ խոսելու միջոցով, էլի հեքիաթի միջոցով փորձեցի իրենց դուրս բերել մի փոքր այդ վիճակից, բայց կային այնպիսի պատմություններ, երբ երեխաները այնպիսի հարցադրումներ են ինձ արել կամ այնպիսի պահվածք են դրսևորել, այնպիսի նկար են նկարել, որ շատ հուզվել եմ։ 4-ամյա աղջնակը, որ գալիս է մոտս նկարչության, իր հայրիկը նույնպես զոհվել է պատերազմում, ասացի, արի գնանք պատանից դուրս նայենք, որովհետև պատանից դուրս ինչ-որ կարուսելներ են երևում եւ այլն, բայց ինքը կարուսելներին չնայեց էլի, այդ պահին ամպերը շարժվում էին, նայեց այդ վազող ամպերին, նայեց այդ կապույտ երկնքին, ու մեկ էլ մատը տնկել ասում է, ընկերանի, գիտես, իմ հայրիկը այնտեղ է, երկնքում է, դու գիտեիր։ Իսկ ես շատ լավ եմ հասկանում էլի, ընկերանին էլ է շատ սիրում երկինքը, ընկերանին էլ է անընդհատ ամպերին նայում այնտեղ ինչ-որ մեկին փնտրում։ Նախքան պատերազմը ուսանողական տարիներին ես գտել էի իմ հեքիաթի հերոսներից մեկին, որը իրականության մեջ այնպիսի մարդ է, որ էլի մտածում էի, որ կողքից հարևան մոլորակից է, որովհետև ինքն էլ է շատ տարբեր մտածողությամբ, իր հեքիաթի ընկալմամբ եւ այլն։ Այդպես ես ունեի այդպես իմ հոգու մասնիկ ընկերոջը։ Ու այդպես պատերազմը երբ եղավ, ինքը բանակում էր ծառայում ու
այդպես ինքը դարձավ այն փոքրիկ իշխանի կերպարը, որը ես մշտապես իմ մեջ սիրել եմ, որ ինչ որ մի օր, ինչ որ մի տեղ անեացավ։ Բայց իր լույսը միշտ իմ սրտում է ու միշտ մտածում եմ ու այդպես 100% եմ համոզված, որ այդ իր փոքրիկ տնակը իմ սրտի մեջ է։ Ու ես փայփայում եմ այդ տնակը։ Պատերազմից հետո այդ ներքին խաղաղությունը փորձում եմ դեռ գտնել, դեռ լիովին չեմ գտել, որովհետև փոթորիկները շատ հաճախ են լինում, ոչ միայն աչքերից փայլը այդպես փոխվեց ու ավելի շատ ուրիշ դարձավ։ Նույնիսկ շրջապատում ասում էին, որ դու առաջվանը չես, զգացի, որ շատերը այլևս չէին ուզում մի տեսակ հետս շփվել։ Օրինակ ես գտել եմ իմ ոսկե բանալին։ Շատ աշխատել է։ Պատերազմից հետո շատ աշխատում եմ երեխաների հետ։ Իմ փոքրիկ աշակերտներին օգնում, որ նրանք շարունակեն երազել, հավատալ հեքիաթներին, որ իրենք էլ փորձեն իրականությունն ավելի բարի դարձնել։ Դրանով ես ինքս հասնում եմ իմ ներքին խաղաղությանը։ Եվ քանի դեռ մենք մեր ներքին խաղաղությունը չենք գտել, ամեն մեկս առանձին, ու միասնական մեր երկրում, ուրեմն արտաքին խաղաղության մասին չենք էլ կարող պատկերացնել կամ խոսել։ Ես Մանեն եմ։ Մեր գյուղը սահմանամերձ է Տավուշի մարզք եւ Բերթավան գյուղ։ Սահմանամերձը նշանակում է, երբ սահմանին մոտիկ ես, թշնամիներին մոտիկ ես։ Դե այնտեղ պոստերն է, մի քիչ հեռու էլի։ Ես իրանց մի քիչ ճանաչում եմ, իրանց ինչ են իրանք անում, չեմ կարող իրենց հետ ապրեմ, այդ նույնն է ոնց որ իրանք կրակ են մեր գյուղի վրա, բայց ես իրա հետ հանգիստ ապրեմ։ Ես վերջերս որ սկսեց պատերազմը, պիտի դասի գնայինք, իմ քույրիկը ինձ արթնացրեց, ասաց, որ դասի չենք գնալու, ճիշտն ասած ես ասի բող միլին ասեմ, քույրիկս ասավ, որ պատերազմ է, դրա համար մենք այդ օրը դասի չգնացինք, բայց ամեն մի տենց ինչ-որ բարձր ձայնից վախենում էինք, վախի ազդեցության տակ էի, որ Կարանգյուղին կրակ են, ինձ թվում է միշտ ապահովը Երևանն է եղել, մեկ էլ Կիրովականը։ Դե պատերազմը նա, երբ թշնամիները որոշում են, որ պետք է ինչ-որ հողի համար կռվեն, մեծամասնությամբ վատ բանի մասին է, որովհետև մենք կորցնում ենք մեր տղաներին։ Ես իմ մեջ տպավորվել է, որ իրանք ահավոր վատն են, իմ մեջ տպավորվել է, որ լավ ադրբեջանցի չկա։ Մենք իրանց ենք ասում, որ իրանք շատ զզվելի են, իրանք մեզ են ասում, բայց ինձ թվում է ես կյանքում չեմ կարող ադրբեջանցիների կամ թուրքերի հետ շփվեմ։ Տատիկս ա պատմել, ասում այն ժամանակ թուրքերը գալիս էին, ստեղ շատ հանգիստ մտնում էին, բայց հետո արդեն թշնամացանք իրար հետ ու սկսեց կռիվ։ Եթե հանդիպես քո տարիքի ադրբեջանցու իրան ինչ կասես։ Ես կասեմ, որ
Ես կասեմ, որ իրան քեզ դուր է գալիս, որ պատերազմը, ու վստահ եմ, որ պատասխանի ոչ։ Չգիտեմ, բայց ինչ կախված է նրա հետ, թե ես ատում եմ այդ կատեմ այդ երախում, թե չէ, ես չեմ ատի, որովհետև ինքը ոչ ես եմ մղավոր, ոչ էլ ինքը, որ պատերազմը, ճիշտ է մեր ազգերն են կռվում, բայց ոնց որ մենք փոքր ենք ու այդ բանում մեղավոր չենք։ Խաղաղությունը այն է, որ չեն կրակում, բոլորը հաստ են։ Հատ բառ։ Չպատերազմում։ Թեկուզ խաղաղ չլինենք, բայց պատերազմել չսկսենք ու նենց չլի, որ էլի բացեն, թուրքերը ազատ ելք-մուտք ունենան։ Ես կյանքում, օրինակ, եթե վարչապետ էր եղել, կյանքում տենց բան չէի ասի։ Դե երազում եմ դառնամ երգչուհի, դերասանուհի, այդքանը։ Մենակ Հայաստանում եմ ինձ պատկերացնում ես երգելիս կամ ինչ-որ դերասանություն անելիս։ Օրինակ չեմ պատկերացնում, որ կգնամ Ամերիկաների բեմերում կերգեմ, ես միշտ ինձ պատկերացնում եմ կամ նոյեմբերյան կամ Հայաստան Երևան։ Ինձ թվում է չի կարող հանգարի պատերազմը իմ երազանքներին, որովհետև ես առաջ կգնամ, կարող է նեղվեմ այդ ժամանակ, բայց ես պայքարելու եմ իմ երազանքների համար։ Պատերը ստեղծվել են առաջին հերթին թշնամուց պաշտպանվելու համար։ Դե դուք գիտեք, Հայաստանը ծնված օրվանից թշնամիներով շրջապատված, ինչքան եղել ավերել են, նորից սարքել են, նորից ավերել են, մինչև հիմա էլի սարքում ենք, էլի ավերում են։ Այս պարիսպները 3-րդ դար են մեր թվարկությունից առաջ։ 3 դար սա հին է տաճարից։ Մենք հարևանությամբ մինչև այսօր ապրում ենք, այս աշխարհում ես ունեմ սա։ Երբևէ իմ մտքով չի անցել, որ ես տեղից կարող կանամ ուրիշ տեղ ապրեմ։ Իմ ընկերներն են, որ հիշում են, ասում են Ռուբոն ապրում է այն Փարիսպի տակ են 3000 տարվա պատմություն ունի եւ դրա տակ ինքը ապրում է ու ստեղծագործում է։ Այդ պատերազմի ժամանակ մենք մոտ մի տարի ինքն էլ չէր կարողանում գործաներ, ես չէի կարողանում, բայց հասկացա, որ այդ պալիտրայից մեջից դուրս են գալիս գույները ու ավելի դարավ երևի գրաֆիկական, ավելի դարավ այն որ ուզում ես հասկանաս սև ու սպիտակի մեջ էլ ինչ գույներ կան, մեկի տեսնում ես այդ սև ու սպիտակի ընդհանուր տոներն է մնում քո մեջ։ Ու այն որ կար են ակտիվ գույն են, որ կարաս գորաս, երկես, պարես ու թռնես ու մեկի տենում ես այդ գույները կամաց հեռացել են քեզանից։ Մնացել է ինչ-որ սենց մի գրաֆիկական մի բան, այսինքն գրաֆիկա է մնում մեջը, մնում է սև ու սպիտակ երևի իրա տոներով։ Մեկ գալիս եմ ստեղ, ոնց որ անկոչ հյուրն են։ Ոնց որ մեկ ասես խես եք էստեղ ախր։
Նեղանում է ներկա, գիտես, հոգնում է ու նեղանում է, սպասում է, որ չես գալի, սկսում է չորանալ։ Երբ որ դու ստեղծագործում ես, պետք է խաղաղ մթնոլորտ լինի, որ դու կարողանաս հանգիստ ստեղծագործես։ Ոնց կարող է զոհերը լեն, այնտեղ արյուն թափվի, այնտեղ պատերազմ լինի, դու նստես կարես, ես պատերազմին դեմ եմ, բայց սուտ խաղաղությանն էլ եմ դեմ, սուտ խաղաղությանը։ Մարդու մատը որտեղ խառնա, այնտեղ խաղաղություն չկա։ Ինքը քանդում է, ինքն էլ ուզում է նորից խաղաղեցնի, բայց որ բնության մեջ մի բան խախտվում է, արդեն դրա դժվար է վերականգնել։ Ուրեմն ինքը պետք է թազածնվի։ Դու չես կարող նրան նորից շունչ տաս։ Ու սպասես գա իր ժամանակը։ Նույնն էլ ծառը, որ սկսում է չորանալ, դու նրան էլ չես կարող խելքի բերես։ Նույն ծառը չի դառնա, նույն բերկը չի տա, պետք է թազեն դնես, ինքը նորանա եւ նոր սերունդ տա, ծաղիկ տա։ Առաջներում մի հատ երգ կար, Կոլխոզիկ տղա էր անունը։ Կոլխոզիկ տղա մեր այգին արի, մեր այգին արի։ Հետո երգում էր թփից թուփ ընկած խաղող ենք խաղում։ Թփից թուփ ընկած խաղող ենք խաղում։ Ես երգիչ չեմ, շատ վատ եմ երգում, բայց կարևորը միտքն է։ Կոլխոզիկ տղա մեր այգին արի, մեր այգին արի։ Սովետական երգ է էլի։ Մեր տանը, մեր ներքևում մենք այդ ժամանակ պատերազմի ժամանակ Արցախից եկած արցախցիներ կային, որ եկան ու պատերազմի ժամանակ մենք իրանց պահում էինք այստեղ։ Իրանց հետ մի հատ էլ երեխա ունեին, երկրորդին էին սպասում, այդ տղան 6 տարեկան տղա էր, ու այդ երեխան անընդհատ տուն էր նկարում ու ասում էր մամա, ես ուզում եմ, որ մենք այս հենց տուն ունենանք, իրանք Շուշիից էին, իրանք իրանց տունը կորցրեցին։ Ու իմ մեջ, չեմ կարող ասեմ ինչի, բայց մի հատ զգացողություն կար, որ ես մեղավոր եմ, որ ես տուն ունեմ, այդ երեխան տուն չունի։ Շատ էս պրիմիտիվ բան եմ երևի ասում, բայց այդ մեղքի զգացողությունը, որ դու ամեն ինչ այս պահին ունես, բայց այդ երեխան տուն է նկարում։ Մի հատ շատ ցավոտ բան է ստացվել է, որ մենք մեր հյուրատանը անընդհատ ընդունում ենք փախստականների։ Սկզբում այդ չնայած Արցախից եկածներին ես չեմ համարում փախստական, նրանց ուրիշ իմ համար իրանք դարել էին արդեն մեր տան անդամ։ Հիմա է ռուս փախստականներ կան այդ նույն սենյակների մեջ, ու նայում են բոլորը երիտասարդներ են եկողները, իրանք գիտեն, որ հետ վերադարձի տեղ չունեն, բայց իրանք վաղվա օրն էլ չգիտեն ինչ են անելու, այսինքն իրանք էլի նորից կորցրել են իրանց տունը։ Ես սիրում եմ այս տունը, չգիտեմ, երկիրը տնով է ամուր։ Պապուս կառուցած շինությունն է, թոնրատունը, մոտավորապես 150 տարեկան է, այդ տարիքի տունը։ Ինձ այստեղ շատ կապող բան կա, ես առանց սրա երևի այստեղ չլնեի հիմա։ Անընդհատ կանչ կա, որ պետք է ես մտնեմ, երբ որ մտնում եմ, շատ եմ ուրախանում։ Օրինակ մարդիկ կան անցյալը տեսնելով իրենց հուշերը տխրում են, բայց ես դա կարող ուրախանում եմ։ Չգիտեմ, ես Ընդեցել չի, որ ասենք իմ ամբողջ բանը կապում եմ սրա հետ, իմ կյանքը, իմ ապագան, չգիտեմ, բայց իր ամեն երևույթ, իր բանը թողնում է հետևանքը։ Սա մենակ իմս չէ, ախր, սա բոլորին է։ Գիտեք, շքարաշտերում ընտանիքները ծուխով են հաշվել, չէ, ասել են քանի ծուխ կա, այս գյուղում խոսքի։ Այդ ծուխը, այս ծուխն է, որ թոնիրը վարվել է, հերթիկից դուրս է եկել, այդ ծուխն են հաշվել։ Եվ սա մի ամբողջ պատմություն ունի այս ծուխը։
Հողի ենք թորում։ Ավելի լավ է, գիտես, խաղաղ մոտենաս ամեն ինչին, որպեսզի ինքը քեզ բան բերի, արդյունք բերի։ Թե խորովածի մեջ ասում հոգի չես դնում, ինքը համով չի լինում։ Նույնիսկ տեղը հողու մեջ է պետք է հոգի դնես, պետք է վերաբերմունք ցույց տես, որ ինքը այդ համը հոտը ճիշտ տեղ է գնի։ Խմելուց էլ ասես փառք Աստծո։ Ուրեմն այս զենքը Անդրանիկս իմ տղան բերել է Ղարաբաղից պատերազմի ժամանակ, որը հենց իրաց կողք է տնկել է, բախտները բերել է չի տրակել։ Թե չէ իրանք իմի չկային, իրենց խմբով, նկարող խմբով են գնացել։ Ռուսականը։ Բայց էլ ասում են ռուսը զենք չի տվել ադրբեջանցուն։ Տվել է, խնդրեմ։ Երբ որ սենց գլոբալ նայում ես պատմության ընթացքները, երևի ոչ մի անգամ էլ ավելի խաղաղ չի եղել։ Միշտ էս է եղել, ավելի վատ է եղել։ Այս հողը ամեն ինչ տեսել է, ու այն պահին մեկա, որ թվում է վերջն է արդեն, նույնիսկ եղերն է տեսել, մեկի տենմից չէ, ապրում են այս հողի վրա մարդիկ, չի վերջացել։ Երևի Աստված ուզում է, որ մենք ապրենք։ Աստված ասում է, այսի վերջը չի։ Բայց ճիշտ իմ նստելն է, էլի, հել։ Մեծ մարդ է։ Մեծ մարդ է, սարի Մարդ եմ, որ արգել է պետք մեծ։ Ճիշտ է, պետք է դու նստեի, բայց իմս ճիշտ է, էլի։ Նստի լավ, նստի սենց։ Է գնացինք։ Չէ լավ սենց, չէ լավ սենց։ Ինչ է եղել։ Լավ, էլի։